Տիկին գլխավոր դատախազ, ձեզ ուզում եմ հարց ուղղել վերջին օրերին ամենալայն հանրային քննարկում առաջացած հարցի վերաբերյալ, խոսքը վեդիում տեղի ունեցած դեպքերի մասին է։ Ես ուզում եմ մի քանի հարց տալ։ Իհարկե պարզ է, որ դատախազությունն է իրականացնում վերահսկողություն եւ հետեւում, որպիսի բոլոր գործընթացները լինեն օրինականության շրջանակներում։ Ես ուզում եմ առաջինը հարցնել, դուք անձամբ երբվանից եք տեղյակ դեպքին, ինչ քայլեր եք կոնկրետ դուք ձեռնարկել, եթե ձեռնարկել եք, գիտեք արդյոք, որ գործընթացները տեղի են ունեցել օրենքի հարցաքննություն առերեսում կոպիտ խախտումներով եւ ամենակարևորը մենք մինչև այս պահը ի վերջո ինչի չունենք կալանք, կարծես թե բոլոր հիմքերը դրա կան։ Այս հարցերին պատասխանեք։ Շնորհակալություն։ Վեդի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է, որովհետև ոչ միայն այս դեպքը, այլև եթե կհիշեք, որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունենք եւ բազմաթիվ իրավիճակներ են ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում եւ Շիրակի մարզում, եւ այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է։ Երբ առաջին անգամ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակի, ես հատուկ եմ բառերն ընտրում, հաշվի առնելով նաև զգայունությունը եւ մեզ ունկնդրող աշակերտների առկայությունը, մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին առաջարկելով, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն։ Թեև դատախազությունը ինքը կանխարգելման տեսանկյունից ուղիղ ֆունկցիա չունի, բայց մենք ցանկություն հայտնեցինք, որ մենք ներգրավված լինենք, որպեսզի նմանատիպ իրավիճակները կարողանանք կանխել, որովհետև ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, միևնույնն է այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չի ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ շատ հաճախ հենց խոցելի խմբերն են ներգրավվում, որը տվյալ իրավիճակում առկա է, եւ դատավարական խախտումների մասով, չգիտեմ դուք ինչքան եք տեղյակ, բայց այդ նույն հարցաքննությունների հետ կապված անչափահասների ներգրավման դեպքում մանկավարժի, հոգեբանի պահանջ կա եւ նաեւ հարցաքննության զգայունության անհրաժեշտություն կա, որի մասով էլի դատախազությունը շատ հետեւողական է։ Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո եւ ոչ միայն այս վարույթը, եւ կարճ ժամանակ հետո նաեւ խափանման միջոցի վերաբերյալ կարծում եմ ձեր հարցադրումը եւ մտահոգությունը դուրս կգա, որովհետեւ այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։ Մենք ունենք դեպք, որը ձեզ հայտնի չէ եւ քիչ դեպքեր են, որոնք sense հանրային տարածում են ստանում, որովհետև մենք էլ չենք խրախուսում այս դեպքերի տարածումը, որպեսզի կրկնակի զոհականացում տեղի չունենա։ Անձինք գործել են քրեակատարողական հիմնարկից։ Եվ ավելին ստացած դրամական միջոցներն էլ հետո ինչ որ տարբերակներով կոնվերտացրել են այլ անձանց միջոցով։ Ուստի սա մի ամբողջական գործընթաց է, որը անընդհատ է գտնվում մեր ուշադրության ներքո, եւ մենք միայն այս դեպքով չի, որ հասկացել ենք, որ այս խնդիրը կա, գոյություն ունի, այս խնդրին անընդհատ աչալուրջ ենք եւ նաեւ ասացի ներգրավված ենք դրա ոչ քրեաիրավական լուծման գործընթացների մեջ։ Եթե ինչ-որ բան մոռացա, խնդրում եմ հիշեցրեք։ Ես ելույթին ավելի մանրամասն կանրադառնամ, ուղղակի հիշեցնեմ, որ մենք գործ ունենք փետրվար ամսից ուժայիններին հասու դարձած տեղեկատվության եւ դեպքերի մասին, փետրվար ամսից։ Երկրորդ հարցը, որ այլ թեմայի է առնչվում, ես ուզում եմ հարցնել, նախորդ անգամ, երբ դուք այստեղ եք, նույն հարցը ուղղել եմ, ասել եք, որ այդ ժամանակվա թեմային, որով եկել եք այժմ, չի վերաբերում հարցը, դրա համար չեք պատասխանել։ Հիմա կարծում եմ ճիշտ ժամանակն է պատասխանելու։ Հովիկ Աղազարյանը այդ ամբիոնից, որտեղ դուք եք կանգնած, հայտարարել է, որ իր վրա գործադրվել են ուժայինների կողմից ճնշումներ, տեղեկատվություն ստանալու
ունենալու նպատակով։ Ես ուզում եմ հասկանալ Հովիկ Աղազյանի դրվագով երկու դեպքի մասին։ Այդ հայտարարության առնչությամբ, որը դուք նստած եք մի քանի քայլ հեռու, որևէ գործընթաց ի վերջո նախաձեռնվեց թե չէ, եթե ոչ, ինչու չնախաձեռնվեց, եւ հիշում եք, տենց բան կար, 1.5 տարի առաջ հայտարարեցին ամենաբարձր իշխանական մակարդակով, որ այդ մարդը պետական գաղտնիք է հրապարակել, վարույց սկսվեց։ 1.5 տարի, որքան ինձ է հայտնի, որևէ հարցաքննություն չի եղել։ Ինչու՞։ Տիկին Վարդանյան, նախորդ հարցի հետ կապված, երբ խոսքը գնում է անչափահասների ներգրավման վարույթներին, այստեղ կան նրբություններ, որոնք պահանջում են ժամանակ, այնպես որ որպեսզի ձեր դատողություններում ավելի հստակ լինեք, կխնդրեմ ուշադրություն դարձնեք ոչ թե ժամանակագրությանը, անչափահասների ներգրավման վարույթների քննության, այլ այդ քննության առանձնահատկություններին ու որակին։ Երկրորդ, նմանատիպ վարույթներով մենք հրապարակային չենք գործում, ինչքան էլ դա ցանկալի է հասարակության համար, բայց մենք գտնում ենք, որ հրապարակումից վնասն ավելի շատ է, քան օգուտը, եւ կառաջարկեմ, որ նույն ձևաչափով էլ առաջնորդվենք բոլորս։ Ես մի տարվա ընթացքում, բայց ձեզնից ոչ մի գրավոր հարցում չեմ ստացել հաջորդ հարցի հետ կապված։ Ինձ թվում էր դուք հետևողական եք եւ ձեզ կհետաքրքրի վարույթի հետ կապված գործընթացները։ Ես չգիտեմ ձեզ որտեղից է հայտնի հարցաքննություն կատարվել է, չի կատարվել, որքանով ես գիտեմ հարցաքննություններ կատարվել են ու հավանաբար իմ տեղեկությունը ձեզնից մի քիչ ավելի շատ է։ Բայց ես կառաջարկեմ, եթե ձեզ շատ հետաքրքիր է գրավոր հարցում հղեք, մենք ձեզ ամենայն մանրամասնությամբ կպատասխանենք։ Ոչ թե իմ ազգային ժողովից ազգային ժողով գալը հիշեք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։